Անիֆի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը օրերս հայտարարել էր, որ չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել իր եւ իր կառավարության խայտառակ սխալների եւ թերությունների համար, որոնք խափանեցին Անիֆի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը։ Փաշինյանն էլ այսօր պնդել է, որ իրենք են բացահայտել 27 միլիարդ պետական միջոցների փոշիացումը եւ մենք գիտենք, որ այդ բացահայտումները մամուլի շնորհիվ են իրականում տեղի ունեցել։ Հիմա ինչ է կատարվում, որն է Փաշինյանի նպատակը եւ արդյոք մենք կիմանանք, թե ով մսխեց 27 միլիարդ դրամը։ Ես ուղղակի մեզ լսողների համար ուզում եմ ասեմ ինչ է իրենից ներկայացրել Անիֆ ֆոնդը, դա հանրապետության կառավարության կողմից ստեղծված ֆոնդ էր, որը նպատակ ուներ, ինչպես այնտեղ գրված էր, որպեսզի արտաքին ներդրումներ լինեին Հայաստանում եւ կառավարության կողմից էլ համաֆինանսավորման արդյունքում ինչ որ տնտեսական զարգացման ծրագրեր իրականացվեին կամ ռազմավարական նշանակության ծրագրեր, բայց Անիֆը ստեղծվել է 19 թվականին, լուծարվել է, եթե չեմ սխալվում, 24 թվականին, այսինքն 5 տարվա կյանք է ունեցել, բայց նույնիսկ միջև լուծարվելը արդեն մամուլում հայտնվում էին ինչ-որ տեղեկություններ, որ այնտեղ թե գումարների շրջանառությունը, թե ծրագրերի ոչ նպատակահարմար կամ անարդյունք այդ ֆինանսավորումները ինչ-որ թափանցիկ չէին, շատ կասկածելի ինչ-որ այնտեղ գործընթացներ էին տեղի ունենում եւ ես իհարկե իմ կարծիքը կարող եմ հայտնել, որ այնտեղ փողերի լվացում է եղել։ Ես ինքս էլ կարդացել եմ, որ նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը նման գրառում էր արել, որ չի թույլ տալու, որ իրենց վրա բարթեն այդ գումարների փոշիացումը եւ մեղադրել էր, որ հենց իշխանությունների թերությունների եւ ոչ պրոֆեսիոնալ, չգիտեմ ինչ, աշխատանքների արդյունքում է փոշիացել գումարները։ Ինձ թվում է նրանք համատեղ են գործել, միգուցե որտեվ այդպիսի տեղեկություն էլ կար լրատվականում, որ օֆշորային հաշիվների էլ են գումարներ փոխանցվել, ես չգիտեմ, սա մի հատ հանելուկ էր Անիֆը, որտեղ 27 միլիարդ դրամը հավաքված ուղղակի փոշիացել է, ուղղակի լուծարեցին այդ ֆոնդը, որը հավաքվել էր իբր Հայաստանում ինչ-որ կարևոր տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելու համար, բայց հետո լուծարեցին ու այդ գումարների մասին էլ ոչ մեկ ոչինչ չիմացավ, ուր գնացին, ում գրպանները գնացին, ում հաշիվների վրա նստեցին, ինչ վերաբերում է կբացահայտվի թե չէ, վստահեցնում եմ, որ քանի իշխանափոխություն չի եղել Հայաստանում, ոչինչ էլ չի բացահայտվելու, որովհետև ինչ պետք է բացահայտեն, պարզեն, որ իրանց գրպաններն է գնացել։ Ես կարող եմ վստահ այդպես խոսել, որ այո, եթե ստեղծվել է հանրապետության կառավարության կողմից այդ ֆոնդը, ուրեմն իրանց վերահսկողության տակ է եղել։ Կարծեմ Տիգրան Ավինյանն էլ այնտեղ ինչ որ չեմ հիշում ինչ պաշտոներ զբաղեցնում, то есть իրենց վերահսկողության տակ է եղել։ Իրանք պետք է վերահսկեին ուրա գնաց այդ գումարները, ում հաշիվներին կամ ինչ ծրագրերի վրա իրականացվել։ Հիմա արդեն մեկը մյուսին պետք է մեղադրի, որովհետև միասին են գործել, մի կողմը եթե մեղադրում է տնօրենին, պարզե սրանք է պետք է ասեն, հենց իրանք են մեղավոր, որովհետև ինչ որ իրենց կողմից առաջարկած ծրագրերը չեն իրականացրել կամ թերի են ինչ որ աշխատել կամ վատ են աշխատել, չի բացահայտվելու, քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է Հայաստանում, ոչինչ էլ չի բացահայտվելու, ես վստահ եմ։ Փաշինյանի կառավարությունը կարծես տարբեր հիմնադրամների փողերը մսխելու հրաշալի մեխանիզմ է մշակել եւ Անիֆից առաջ էլ մսխվեց համահայկական հիմնադրամի 105 միլիոն դոլարը, որը պատերազմի ժամանակ Սփյուռքն էր հավաքել, այդպես էլ անհայտ մնաց այդ գումարների ճակատագիրը, անհետացավ նաեւ տարբեր ճանապարհներով արցախցիներին ուղարկված գումարները։ Այս ամենը կարող է տեղի ունենալ առանց Փաշինյանի գիտության ու թույլտվության, թե ի վերջո 105 միլիոն դոլարը մանրուք չէր, ինչպես է այս ամենը տեղի ունեցել։ Սկսեմ նրանից, որ առանց Նիկոլ Փաշինյանի իմացության ոչինչ տեղի չի ունենում Հայաստանում, հատկապես այն ամենը, ինչ կապված է ֆինանսների հետ։ Ինքը շատ լավ վերահսկում է ամեն մի կոպեկը եւ թույլ չի տա, որ հանկարծ առանց իր իմացության ինչ որ գումարներ գնան ուրիշների գրպանները։ Այո, պատերազմի ժամանակ 170 միլիոն դոլար էր մուտքագրվել մեր սփյուռքահայերի կողմից։ Ես ուզում եմ շեշտել, որ այդ գումարները ուղղված էին եղել բանակին եւ արցախցիներին օգնելու համար, ոչ թե
ուղղակի Հայաստանի Հանրապետությունում ծախսվելու, այլ հենց բանակին եւ արցախցիներին օգնելու համար։ Հետո պարզվեց, որ ինչ որ ծրագրեր իբր իրականացրել էին, բայց 104 միլիոն դոլարից ավելին, որը կազմում էր 52 միլիարդ 700 միլիոն դրամ, ես ուզում եմ շեշտել 52 միլիարդ 700 միլիոն դրամ, իրանք այդ փողից, այդ ֆոնդից, համահայկական, Հայաստան հիմնադրամից փոխանցեցին կառավարությանը։ Եվ դրանից հետո ասացին մենք այդ ծրագրերը կիրականացնենք ու ոչ ոք չիմացավ այդ գումարները որտեղ ծախսվեցին, ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել, ոչինչ չի ներկայացվել, որ հանրությունը տեսնի մեր սփյուռքահայ բարեկամների, մեր հայրենակիցների կողմից արցախցիներին ու հայկական բանակին պատերազմի օրերին ուղարկած գումարները 52 միլիարդ դրամից ավելի գումարը ինչի վրա է ծախսվել, փոխանցեցին կառավարությանը եւ վերջ, ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել։ Ես ուզում եմ ուղղակի մեր հայրենակիցներին մի բան հիշեցնել, 18 թվականին Նիկոլ Փաշինյանը երբ որ եկավ իշխանության, ինքը անդադ խոսում էր թալանից, չէ, թալանել են ձեզ, տարիներ շարունակ թալանել են, հեսա թալանածը կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, ձեզ ենք բաժանելու եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ ասեմ, որ իրանցից շատ, իրանցից ակտիվ, իրանցից բացահայտ ոչ ոք հայ ժողովրդին չի թալանել, բոլոր տարբերակներով, թե բյուջեից, թե Հայաստան հիմնադրամից, թե այդ անիվների միջոցով, այդ ֆոնդերի, նաև այո, ես հիշում եմ, որ երբ Արցախ հայաթափվեց, մեր բռնի տեղահանված արցախցիների համար խոստումներ տրվեցին միջազգային գործընկերների կողմից, հիմնականում Եվրոմիության անդամ երկրների եւ միգուցե կողքից ուրիշ երկիրներ էլ են խոստացել, ընդհանուր առմամբ խոստացել էին 109 միլիոն դոլար, որ օգնություն են հատկացնելու տեղահանված արցախցիների համար, բռնի տեղահանված։ Դա մնաց ընդամենը խոստում։ Ոչ ոք ոչ մի գումար չփոխանցեց, ոչ մի էլի ինչ որ հաշվետվություն ոչինչ չեղավ, ուղղակի խոստացան 109 միլիոնով կօգնենք արցախցիներին եւ վերջ։ Այդքանով անցավ գնաց։ Եվ սրա հետ մեկտեղ ես պարտավոր եմ սա ասեմ, մինչև Արցախի հանրապետության հանձնումը, մինչև արցախահայերի տարհանումը այնտեղից Հայաստանը միշտ օգնել է Արցախին, տարեկան ինչ-որ չափի գումար է ուղարկել։ Հիմա արցախցիները ամեն ինչից զրկվել են ի շնորհիվ ներկայիս իշխանությունների, տնից, տեղից, ապրուստից, տարիներով իրենց ստեղծածից, կուտակածից եւ ամեն ինչից։ Հիմա այդ գումարը, որ Հայաստանը, ասենք, ամեն տարի ուղարկում էր Արցախին, ինչու չի կարող այդ գումարի հաշվին օգնել արցախահայությանը, նրանց հոգսերը ինչ որ ձև թեթևացնի, նրանց համար ծրագիր մշակվեց 40 + 10,000 դրամները, ասենք ես ուզում եմ մեր հայրենակիցներին հարցնել, այսօրվա գներով, այսօրվա ապրուստի թանկ վիճակում դուք կարող եք 50,000 դրամով ապրել, ասենք կոմունալ ծախսերը հոգալ, գնալ խանութ, մտնում ես խանութ, ապշում ես, օր-օրի գները թանկանում են ամեն ինչի, սնունդի, անհրաժեշտ այլ իրերի, պարագաների, ու ավելացնեմ, որ մեր արցախցի հայրենակիցները իրենք նաև վարձով են ապրում, դուք կարող եք 50,000 դրամով համ վարձ տաք, համ կոմունալ փակեք, համ սնունդ գնեք, չեք կարող, ու պլյուս ուզում եմ հիշեցնել, որ այդ 50,000-ներից էլ զրկեցին, այդ ծրագիրն է փակեցին։ Հիմա ասենք, եթե Հայաստանը օգնում էր Արցախին, բարի եղեք այդ գումարը տվեք արցախցիների հոգսերը թեթևացրեք, ոչ թե այդ կոպեկներից էլ զրկեք այդ մարդկանց։ Դուք եք իրենց հայրենազուրկ սարքել, դուք եք իրենց տնից, տեղից, ամեն ինչից զրկել։ Այդ մարդիկ իրանց հողի վրա հանգիստ ապրել են, աշխատել են, իրենք ահավոր աշխատասեր ժողովուրդ են, էլի, ես այնտեղ եղել եմ, տեսել եմ, լիքը արցախցի ընկերներ ունեմ, ասենք չի կարելի նման ստոր ձևով վերաբերվել այդ մարդկանց։ Ու էլի հիշեցնեմ, այո, Հայաստան հիմնադրամի գումարներն էլ, որոնք ուղղվել էին բանակին ու արցախահայությանը։ Պատերազմը ավարտվեց, ոչ բանակն են զինում, ոչ արցախահայությանն են օգնում, ուր գնացին այդ գումարները։ Ասենք, թող բոլորը ուղղակի այս
թվերը հիշեն, էլի, ասենք քիչ չի, 52 միլիարդ դրամից ավելին կորավ, որ ուղիղ նպատակով էր ուղարկված, ու դուք հիմա Արցախահայությանը մի հատ էլ ասենց ինչ որ վատ վերաբերմունք են ցույց տալիս, այն կոպեկներից էլ են զրկում, ես չգիտեմ, ուղղակի սա իմ համար ծանր թեմա է, որովհետև Արցախը, մեր արցախցիները իմ համար ամենացավոտ թեման են։ Փաշինյանը ԿՊ համագումարում հայտարարեց 4-րդ հանրապետության հռչակման մասին, ակնհայտ է, որ սա թուրքական կողմի պահանջն է, բայց արդյոք դա պետք է աներ կուսակցության համագումարում։ Փաշինյանը շատ բան կարող է հայտարարել ու կապ չունի որտեղ, այնտեղ էլ է հայտարարել, ինչ որ ֆեստիվալների բացումներին էլ է ինչ որ բաներ հայտարարում, ես չգիտեմ ինքը կոնկրետ ինչ է ուզում ասած լինել, որ 4-րդ հանրապետություն, ինչ որ իրական Հայաստան են մտածում, ես ինչեր եմ, Հայաստանը եղել է, կա ու լինելու է մեկը, ինքը իրագալով չի կարա ջնջի մեր անցյալը, մենք ապրել ենք Հայաստանում, Հայաստանի հանրապետությունում, 3-րդ հանրապետությունում ենք ապրել, դրանից առաջ եղել է խորհրդային Հայաստանը, դրանից առաջ եղել է մեծ Հայքը, ասենք, հա, կորցրել ենք, հողերը կորցրել ենք, եկել ենք, հասել ենք հիմա այս մի կտոր հողին, ես ուղղակի ուզում եմ ասել, որ սա ընդամենը նախընտրական ինչ-որ շրջանում, մարդկանց հերթական անգամ ինչ-որ ստերով, ականջները լցնելով, ինչ-որ ծրագիր է իրականացվում, իրական Հայաստան, իբր իրանց գալուց հետո իրական Հայաստան է ստեղծվել, կամ Արցախը հանձնելուց հետո մենք նոր ինքնիշխան ենք դառել, սա սուտ է, որովհետև այսօրվա նման Հայաստանը երբեք կախված չի եղել արտաքին ուժերից, որովհետև դրսից մեզ թելադրում են, ինչ անենք, սահմանադրություն փոխենք, էս անենք, այն անենք, այն որ ինքնիշխան երկրին երբեք նման բաներ չեն թելադրում։ Ես ուզում եմ ասեմ, որ իրենց ասած 4-րդ հանրապետությունը ըստ իս դա Արևմտյան Ադրբեջանն է։ Իրական Հայաստան կոչվածը, 4-րդ հանրապետություն կոչվածը դա Արևմտյան Ադրբեջանն է։ Ուղղակի ինքը պարզ է հիմա նախընտրական փուլում, ինքը արդեն մտել է այդ փուլի մեջ, ոչ պաշտոնապես դեռ հայտարարված չի, բայց ինքը մտել է արդեն նախընտրական փուլի մեջ ու սա տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան։ Ինքը չի կարող հիմա, ասենք, արագ սահմանադրությունը փոխի, դրա համար հանրաքվե է պետք, չեմ բացառում նաև, որ այս 4-րդ հանրապետություն կոչված ինչ-որ ծրագրի շրջանակներում ինքը ինչ-որ հեչ անի նախորդ սահմանադրությունը, ասի նա 3-րդ հանրապետության սահմանադրություններ եւ ինչ-որ կետեր նշի, բերի ազգային ժողովում քվեարկության դնի կամ հայտարարի եւ դրանով հիմնի իր ասած 4-րդ հանրապետությունը, որովհետեւ ինչպես հայտնի է, Ադրբեջանը դրա մասին անընդհատ խոսում է, երեք նույնիսկ Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանում է խոսել դրա մասին, Երևանում Թուրքիան էլ է դա անդադ շեշտում, որ միակ պայմանը Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված ճակերտավոր հաշտության պայմանագիր ստորագրելու համար առաջին ու այս պահին դեռևս միակ պահանջը դա սահմանադրության փոփոխությունն է, բայց դրա համար ժամանակ է հարկավոր, դեռ փաստել չի հայությունը ինչպես կքվեարկի սահմանադրության փոփոխության ծրագրին, դրա համար չեմ բացառում, որ հիմա ինքը հայտարարում է 4-րդ հանրապետություն, սա պրոստը տակ չի ինքը, հենց այնպես չի ինքը դա հայտարարում, կարող ասի վերջ, քանի որ 3-րդ հանրապետությունը էլ չկա, արդեն 4-րդ հանրապետություն է, դրանով իսկ արդեն մեր սահմանադրությունը չեղյալ համարի, ասի վերջ, էլ մեզ խանգարող հանգամանք չկա։ Այ խոսում եք նախընտրական փուլի մասին, շատերը կարծում են, որ իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների, քանի որ այդ կերպ իրենք առավել պատրաստ կլինեն դրան։ Դուք ինչ եք կարծում, իրենք պատրաստ են գնալու արտահերթ ընտրությունների։ Դա մի քիչ բարդ հարց է, ամեն ինչ էլ հնարավոր է, նրանք կգնան արտահերթ ընտրությունների միայն այն դեպքում, երբ որ վստահ լինեն, որ իրենք քվեների մեծամասնություն կհավաքեն։ Չգիտեմ, հիմա դրա համար նման ինչ-որ անդադ ելույթներ է ունենում Փաշինյանը, որ այդ, ինչպես ասեցի, 4-րդ հանրապետություն, ինքնիշխան իրական Հայաստան եւ այլն, այդ օգոստոսի 8-ին ստորագրած երկկողմ թուղթը ինքը ուզում էր ներկայացնել որպես հաշտության ինչ-որ պայմանագիր, իհարկե դրա մասին շատ ասվել, ես էլ եմ ասել, որ դա ուղղակի նախաստորագրած, անիմաստ, իրավական ուժ չունեցող թուղթ է,
Տրամպի վերաբերմունքն ինձ թվում է մեր ժողովուրդը տեսնում է ինչպես է, որ նույնիսկ երկրների անունները ոչ մի ձև չի կարում հիշի այդ մարդը, այնքան իր համար կարևոր չեն Հայաստանն ու Ադրբեջանը, մեզ 3 անգամ Ալբանիա ասեց, Ադրբեջանին Աբերբաջան է ասում, վերջի անգամ է Կամբոջա ասեց, չգիտեմ, ասենք դա վերաբերմունքի հարց է, ինքը դա պատահական չի էլի, որ անդադ անունները շփոթում է, որտեղ մենք իրանց համար ինչ որ երրորդ կարգի հետամնաց ինչ որ ոչ կարևոր երկրներ ենք, բայց այդ թուղթը այն էֆեկտը չունեցավ, որ Փաշինյանը սպասում էր, որ իբր հաշտության պայմանագիր է եւ դա հաշտության պայմանագիր էլ չէ, հիմա եթե ինքը ինչ որ բան կարողանա մտածի, օրինի, որը կողոքեվորի ժողովրդին, իր աջակիցներին ու դրանով էլ նաև արտահերթի ինչով է նաև իրենց ձեռնտու, որ հատկապես նորաստեղծ ուժերը, ընդդիմադիր ուժերը եւ մյուսներն էլ, որ ժամանակ չունենան լավ պատրաստվեն ընտրություններին, որովհետեւ դրա համար քարոզարշավ է անհրաժեշտ, որ մարդիկ ծրագիրներին ծանոթանան, լսեն այդ ուժերի ներկայացուցիչներին, ոչինչ հստակ չեմ կարող ասել, արտահերթի կգնա միայն այն պայմանում, եթե վստահ լինի, որ ձայների մեծամասնություն կվերցնի։ Արդեն հասկանալի է, որ Էջմիածնի ընտրությունները փորձաքար են լինելու եւ ընդդիմության եւ իշխանության համար, իշխանությունը այստեղ էլ բերել է տեխնացու, որպիսի հնարավորինս քիչ կապված լինի ՔՊ-ի հետ եւ շեշտ է դնում են, որ տեխնացուի հայրը ազատամարտիկ է եւ կարծում եք կկարողանան մարդկանց մոլորեցնել եւ ստանալ ժողովրդի վստահության քվեն։ Ես ուզում եմ մեծ հույս հայտնեմ, որ նրանց չի հաջողվի ժողովրդի մեծամասնության քվեն ստանալ, հատկապես Էջմիածնում, հատկապես ներկայիս իշխանությունների հակաեկեղեցական այս քայլերի, այս արշավի, այս գրոհի, չգիտեմ էլ ոնց բնութագրեմ, մեր վեհափարի դեմ, եկեղեցու դեմ իրենց այսքան տգեղ գրառումների, ելույթների, ամենաստոր բառապաշարով ես ուզում եմ հավատալ, որ Էջմիածնի ժողովրդին ոչ մի ձև հնարավոր չի լինի մոլորեցնել, նույնիսկ եթե տեխնացուի հայրը ազատամարտիկ է, չգիտեմ, դա կարևոր է, այո, Էջմիածնում ոնց կանցնեն ընտրությունները, որովհետև Գյումրիի օրինակը ցույց տվեց, որ նրանց չհաջողվեց իրենց քաղաքապետին նշանակել, իրենց քաղաքապետը չանցավ, իհարկե ընդդիմադիր ուժերն էլ կոալիցիայի միջոցով հաջողեցին, որ կան իշխանության, նո քաղաքապետը անում ի նկատի ունեմ, բայց Էջմիածինը մի քիչ ուրիշ է, ասենք Գյումրիի հետ չեմ ուզում շատ համեմատել, սա այո, անկյունակարային ինչ որ պահ է, եթե այնտեղ ԿՊ-ն պարտվի, ինձ թվում է դա ինչ որ համընդհանուր արդեն կարծիք կստեղծի, որ իրենք էլ չունեն այն աջակցությունը, այն ուժը, բնականաբար իրենք կփորձեն էլի ռեսուրսները օգտագործել, մարդկանց, չգիտեմ, իրենց աշխատողներին ստիպել գնալ, որ իրենց օգտին քվեարկել, բայց ես կոչ եմ անում էջմիածինցիներին, որ մնան հայ, քրիստոնյա հայ ու տեսնեն, թե ինչ են անում սրանք մեր երկրի հանդեպ ու հատկապես մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ ու գնան ընտրեն ընդդիմադիր ուժերից որևիցե մեկին, անկեղծ ասած չգիտեմ դեռ բոլոր ուժերի ներկայացուցիչներին, միայն թե այս թրքապատակներին մի ընտրեք, դա իմ կոչն է մեր հայությանը ընդհանրապես գալիք ընտրություններին էլ է դա վերաբերվում, ոչ միայն Էջմիածնի ընտրություններին։ Կրկին ակտիվացել է այսպես կոչված իմպիչմենտի թեման, հարցը իրեն օրակարգում պահող պատիվ ունեմը Ալեն Սիմոնյանի պահանջով Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագծի վերնագիրը փոխել է եւ այնտեղից հեռացրել Փաշինյանին անվստահություն հայտնելու բառակապակցությունը, անգամ սեփական նախագծի վերնագիրը պահել չկարողացող թիմը ձեր գնահատմամբ իրականում ունի իմպիչմենտին միացող ԿՊԱ-ականներ, որոնց անունները իբր տակտիկական նպատակով չի տալիս։ Ճիշտն ասած, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու այդ հատվածը հանվել էր նախագծից, դրա մասին նոր եմ իմանում, չգիտեի, շատ ծիծաղելի է, որովհետև իմպիչմենտը հենց դա էլ նշանակում է վարչապետին անվստահություն հայտնել։ Չգիտեմ, եթե այդ հատվածը հանվել է, տակը ինչ է մնացել, անկեղծ ասած ուղղակի չեմ պատկերացնում։ Եվ այս իմպիչմենտի մասին այնքան եմ ես ինքս անձամբ գրել, խոսել, սա ուղղակի կրկես է։
Սա մարդկանց զբաղացնելու հերթական կրկեսն է, սկզբից ՀՀԿ-ի հետ աֆիլացվող ուժերի միջոցով դա սկսվեց օրակարգ մտցվել, հետո ՀՀԿ-ն միացավ, պատիվ ունեմն է միացավ, ես չգիտեմ մեր ժողովուրդը ընդհանրապես տեղյակ է, ինչ պայմաններում կարող է լինի impeachment, եթե դեմ չեք, ես ուզում եմ ներկայացնեմ, impeachment-ը անվստահություն հայտնելու համար ընդդիմադիր ուժերը առնվազն մեր պարագայում մեր դեպուտատների քանակին համապատասխան 1/3 մասը առնվազն 36 պատգամավոր պետք է ստորագրություն հավաքեն, որպիսի կարողանան այդ նախագիծը ընդհանրապես մտցնեն ազգային ժողով։ 36-ը դա ամենաքիչն է։ Հայաստան դաշինքը ունի 28 ստորագրություն, պատգամավոր, պատիվ ունեմը 6, 2 ստորագրություն պակասում է։ Ես դրա մասին մանրամասն այնքան եմ գրել, այդ 2 ստորագրությունը մինչև օրս չեն կարողանում իրենք ճարել։ Եթե ԿՊ-ից չեն կարողանում ճարել, կան նաև անկախ պատգամավորներ։ Նույն Իշխան Զաքարյանը, ով որ պատիվ ունեմի ցուցակով է անցել ազգային ժողով, հետո անկախացել, նույնիսկ իր ստորագրությունը չեն կարողանում վերցնել, կամ չեն ուզում, կամ չեն դիմել, կպած Հայաստան դաշինքից են, ասում ձեր ստորագրությունները տվեք, մենք մնացածը կճարենք։ Հայաստան դաշինքը հենց ի սկզբանե ասել է մեր ստորագրությունները պատրաստ թղթի վրա են։ Դուք 8 ստորագրությունը ներկայացեք, 6 պատիվ ունեմինը եւ պլյուս 2 պակասողը, մենք մերը տալիս ենք։ Այս impeachment-ը կոնկրետ Հայաստան դաշինքի, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված ծրագիր է պատիվ ունեմի ՀՀԿ-ի կողմից։ Իբր տեսեք, նրանք չեն միանում, Նիկոլ Փաշինյանին իրենք են պահում եւ այլն եւ այլն եւ այլն։ Իբր տեսեք Ռոբերտ Քոչարյանն ու իր դաշինքը պահում են Նիկոլ Փաշինյանին իշխանության, չեն ուզում նրան հանել։ Սա սուտ է, ժողովուրդ ջան, ոչ մի impeachment հնարավոր չէ իրականացնել։ Եվ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին ասեց, երբ կունենանք 54 ստորագրություն, այն ժամանակ նոր կմտնենք ազգային ժողով։ 54-ը պարտադիր չի ազգային ժողով մտնելու համար, կարևոր է 54 ձայն քվեարկության ժամանակ։ Դա արվում է ամենավերջում, երբ որ հարց ու պատասխաններ են լինում, քննարկումներ են լինում եւ վերջում արդեն այո 54 քվե է պահանջվում, որպեսզի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնեն։ Հիմա ես ուզում եմ ասեմ, նաև դաժե կարող է այդ 54-ը ստորագրի, նույնիսկ եթե ստորագրի, քվեարկության ժամանակ այդ 54-ից մի հոգի չքվեարկի նախագծի կողմ, այսինքն Նիկոլ Փաշինյանի դեմ եւ վերջ, impeachment-ը զրոյանում է, Նիկոլ Փաշինյանն էլ 6 ամիս հանգիստ մնում է իշխանության, էլ ոչ impeachment-ով, ոչ մի ուրիշ եղանակով նրան օրինական ճանապարհով հնարավոր չի լինելու հանել։ Ավելի ամրապնդելու է իր դիրքերը, կասեն, տեսեք ազգային ժողովում կրկին անգամ ինքը մնաց ազգային ժողովի շնորհիվ, ինքը ամրապնդեց, կրկնակի անգամ ընտրվեց վարչապետ։ Իսկ այդ ԿՊ-ներից ձայներ հավաքելը ես լսել եմ, որ ՀՀԿ-ից կարծեմ Մարգարիտ Եսայանն էր ասում, ԿՊ-ից կան մարդիկ, ովքեր պատրաստ են միանալ impeachment-ին, բայց անունները չենք ասի, Հայաստան դաշինքը միջև չմիանա, անունները չենք, լրիվ մանկապարտեզ է։ Իսկապես չէի պատկերացնում, որ ՀՀԿ-ում հատկապես ոչ այդքան երիտասարդ, ասենք երիտասարդ թևից չեն, փորձ ունեցող նախկինում падգամավորներ են եղել, որ այսքան անլուրջ տպավորություն կարան մարդկանց մոտ թողել, ասենք չեմ ուզում համեմատել, բայց իջել են արդեն Նիկոլ Փաշինյանին թիմի մակարդակին։ Ամենա այդ կեղծիք է, սուտ է, ոչ մի impeachment հնարավոր չի իրականացնել Նիկոլ Փաշինյանի օրոք, ոչ մի ԿՊ-ական ռիսկ չի անի Նիկոլ Փաշինյանի դեմ քվեարկի, որովհետև նրանք այնքան սերտ կապված են, նրանք այնպես են վախենում Փաշինյանից, որովհետև նա ունի իրենց վրա կոմպրոմատներ, ունի, ասենք, ոնց են կոմպրոմատ հավաքում, իրենք ամեն ինչ սկզբից թույլ են տալի, կարաս էս անես, անօրինական ճանապարհով էս ձեռք բերես, անես, եւ դա հավաքում է որպես կոմպրոմատ եւ ցանկացած պահի իր դեմը կարա դնի օրենքով պատժի այդ մարդուն։ Նրանց կողմից մի տարբերակ կա, եթե միանան impeachment-ին, դա Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության արդյունքում կարա լինի, ՀՀԿ-ն պատիվ ունեմը Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես դա արել են 2018 թվականին, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանի հետ
քննարկումներից հետո եւ քաղաքական որոշում կայացնելուց հետո դրա մասին հայտնել է Միհրան Պողոսյանը, դրա մասին ասել է Շարմազանովը այն ժամանակ, որոշում է կայացվել, որ անհրաժեշտ պակասող ձայները ՀՀԿ-ն ապահովի, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ընտրեն վարչապետ։ Միայն նման պայմանավորվածության հետևանքով կարող է տեղի ունենալ տեղափոխում, հետ տեղափոխում, այսինքն պայմանավորվեն Նիկոլ Փաշինյանը հրահանգ տա իր դեպուտատներին, ասի անհրաժեշտ ձայներով քվեարկեք, բայց չեմ կարծում Նիկոլ Փաշինյանը, որ նման բան անի, նա շատ է սիրում իր աթոռը, իշխանությունը, խորհուրդ կտա աթոռով գնա, ոչինչ, մենք նոր աթոռ էլ կգնենք, բայց ինքը իր կամքով երբեք դուրս չի գա այդ սենյակից։